Ինչ է պատահում հնագույն ազգի հետ, երբ նա վերջնականապես կորցնում է իր բանակն ու պետականությունը։ Անխուսափելի ֆիզիկական բնաջնջում։ 428 թվականին հայ ժողովուրդը գտավ էվոլյուցիոն գոյատևման անսպասելի բանաձևը։ Երբ սրով ու նիզակով պայքարելն այլևս անհնար էր դարձել եւ ազգը կանգնած էր կործանարար ուծացման անդունդի եզրին, հայոց ամենակենսունակ նախարարական տները Սահակ Բագրատունու եւ Վահան Մամիկոնյանի նախաձեռնությամբ սկսեցին մարդկության պատմության մեջ առաջին գաղափարախոսական եւ տեղեկատվական պատերազմը։ Առաջին պատմական փաստը վկայում է. նրանք մեկտեղեցին ժամանակի մեծագույն մտավորականներին՝ Մովսես Խորենացուն, Եղիշեին, Ղազար Փարպեցուն եւ հանձնարարեցին խորապես պեղել մեր արարչական ծագումը եւ հերոսական անցյալը։ Նպատակն էր արարել մի նոր անդրդվելի գաղափարախոսություն, որը կփոխարիներ կորսված բանակին եւ կդառնար ազգի գոյապահպանության հզոր վահան։ Երկրորդ վավերագրական փաստը Վահան Մամիկոնյանի հոգեբանական եւ հստակ հրահանգն էր պատմիչներին։ Շարադրել այնպես, որ հոգևորականների ու քաջերի սխրանքները լսելով խիզախները բազմապատկեն իրենց ուժը, իսկ վախկոտներն ու ծույլերը լսելով պարսավանքները ամոթից այրվեն ու ուղվեն։ Այսպես ծնվեց հայոց ինքնության առաջին հզոր պորտկումը, որտեղ գիրն ու արյունով գրված պատմական հիշողությունը վերածվեցին պետականությանը փոխարինող անխոցելի զենքերի։ Պետության անկումը դեռևս ազգի վերջը չէ։ Իրական մահը վրա է հասնում բացառապես հիշողության կորստով։ Սեփական ինքնությունն ու հերոսական պատմությունը խորապես գիտակցող ժողովուրդը դառնում է հավերժական եւ անպարտելի, անգամ առանց թագավորի եւ գահի։ Գրիր մեկնաբանությունում. Ինչն է մեզ այսօր միավորում որպես ազգ։